Տղեկ ես յուղը այսով ասեց մետ կա դասավոր է։ Այսօր լավ տրամադրությունով օրները սկսել ենք, հիմա գնում ենք մեքենայի յուղը փոխելու։ Սենց բնավորության գիծ ունենք, չէ՞ որ նոր մեքենա ենք առնում, կապ չունի յուղը ինչքան ժամանակ են փոխե, մենք մի հատ պետք է այդ յուղը փոխենք մեր ձևով։ Մենք արդեն տեղում ենք, հեսա հասկանանք այս մեքենայի մեջ ինչ յուղա պետք լցնել, որովհետև ես չգիտեմ։ Փաստորեն է դժվար հարցի լուծումը շատ հեշտ մենք գտանք, տղեկը ասեցի, որ հենա կրշկի վրա գրած է։ Մենք լցնում ենք Motocraft-ի 520 յուղը բարձր որակի օրիգինալը։ Յուղը փոխելու աշխատանքները GNG Motors-ն է կատարում, տարբեր մաստաճյուղեր ունեն, այսօր գտնվում եմ Ռոստովյան մաստաճյուղում, դե Massive-ից ինձ տեղ ավելի հարմար է։ Նաև նշեմ, որ ինչ փոփոխություններ են ունենալու։ Այս երկու բոքսերը նոր է լինելու է մեծ սպասասրահ ու իհարկե մեծ սպասասրահի առավելությունը այն է լինելու, որ ներսից արդեն կարող եք հետևել ողջ աշխատանքային process-ին, մեծ էկրանի շտորին։ Հնուց եկած մի հատ sense խոսք կա։ Ասում են ամեն վարորդ իր մեքենայի վառած յուղը պետքա փորձի, որ թազի ղադրը իմանա։ Ապա չեմ խմել, ես մի քանի լայքի համար Մասիս ջան, ինձ պետք չի ախպերես։ Ասածս ինչ է, որ ձեր յուղը ժամանակին փոխեք։ Հիմա տղեկը արդեն պրաբեգն է նաև գրում ու ինչ յուղ եմ լցրել։ Ամեն դեպքում ես էլ իմանամ ժամանակին վերեմ, որ մեքենա յուղը փոխեմ։ Որ յուղ խմելու կարիք էլ չլինի։ Մենք այսօրվա մեր միսիան ավարտեցինք, արդեն սիրտս հանգստացավ, կարևորը յուղը փոխեցինք, ֆիլտրը փոխեցինք, տղեկները իրենց գործը իդեալական արեցին։ Նաև ասեմ, թե հաջորդ հաղորդման մեջ ինչ ենք մենք ցույց տալու, մեքենայի որ մաստ ենք սարքելու, կամ էլ չեմ ասի, թող հետաքրքրությունը մնա, կհանդիպենք։